Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների եւ մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարի կողմից ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանած սկզբունքային մոտեցումները։ Դրանց հենքով ամենօրյա ծառայողական գործունեության վերաբերյալ ոստիկանության պետը տվել է հանձնարարականներ, առանձնակի կարևորելով կարգապահության եւ մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերը։ Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման, ապօրինի թմրաշրջանառության ու զենք զինամթերքի հայտնաբերման, քրեական ենթամշակույթին հակազդելու, ինչպես նաեւ ցանկացած ծանրության հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Արամ Ղազարյանը անձնակազմից պահանջել է գործել բացառապես օրենքի շրջանակներում, բացառելով բռնության դրսևորումները։ Ոստիկանապետն առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցության խորացմանը։ Խորհրդակցությանը ներկայացվել են քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության 2025 թվականին Շիրակի մարզում կատարված աշխատանքների վիճակագրությունը, վերլուծվել են առկա խնդիրներն ու նշվել առաջիկա անելիքները։ Այցի ավարտին Արամ Ղազարյանը Շիրակի մարզի իրավապահ մյուս կառույցների եւ մարզային իշխանության ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս ու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Հունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։ Որակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը եւ ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերած մեթոդական ու մասնագիտական օգնության եւ համալիր ստուգումների արդյունքների ամփոփումներ։ Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ Էդուարդ Մաչկալյանը։ Զեկույցներով հանդես են եկել նաև խորհրդակցության այլ մասնակիցներ, որոնք անդրադառնալով կատարված աշխատանքներին ներկայացրել են իրենց ոլորտներում ծառայության բարելավման ուղղված առաջարկներ։ Կամո Ցուցուլյանն ամփոփելով ստուգումների արդյունքները տվել է հստակ հանձնարարականներ ծառայությունն առավել համակարգված եւ նպատակային կազմակերպելու ուղղությամբ։ Քննարկման առարկա են դարձել փրկարար ծառայության գործունեության բարելավմանը վերաբերող այլ հարցեր ևս։ Աղետալի ջրհեղեղից 1 տարի է անցել։ 2024 թվականի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեթն անհանգիստ էր։ Ճիշտ է, լոռեցիների համար Դեբեթի վարարումները նորություն չէին, բայց նման ջրհեղեղ չէին տեսել։ Վահագն Սիմոնյանն, ով արդեն 100 դար փրկարար ծառայությունում է, նման մեծության արհավիրք չի հիշում։ Ծառայությունը ընթանում էր ըստ օրակարգի եւ ահա զանգ ստացան քաղաքացուց, որ Բաղրամյան թաղամաս էս ինչ հասցեում գետը հունից դուրս է եկել եւ մտնում է բնակելի տուն։ Տարբեր քաղաքացիներից, տարբեր տեղերից ստանում էին ահազանգեր։ Աղետի առաջին իսկ վայրկյաններից Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատը մի բռունցք դարձավ, լցվելով համերկրացիներին օգնելու մարդասիրական առաքելությանը։ Գետը բարձրացել էր ճանապարհի հատված, մենք տվյալ մեքենայով որ գնում էինք արդեն ահագին բարձր էր, մեքենային խփում էր արդեն ջուրը, բայց անցանք տվյալ հատվածը դուրս եկանք եւ գնացինք Թումանյան քաղաքի հատված, որտեղ արգելափակված էին թվով 5-6 մեքենաներ եւ քաղաքացիներին թվով մոտավորապես 13-14 մարդ տեղափոխեցինք անվտանգ տարածք։ Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար փոխգնդապետ Արմեն Բարսեղյանն ասում է, որ ջոկատը հանրապետության բոլոր մարզերից միացած հրշեջ փրկարարական ջոկատների հետ օր ու գիշեր հերթապահություն իրականացրեց, պատվով կատարելով իրենց առջև դրված բարդ խնդիրը։ Առաջնային խնդիրը մարդկանց փրկելն էր, արգելափակված տարածքներից հանելն ու անվտանգ վայր տեղափոխելը, ասում է Արմեն Բարսեղյանը եւ ընդգծում, որ մարդիկ անսպասելի հայտնվել էին ջրի ճիրաններում, իսկ նման իրավիճակներում փրկարարը սխալվելու իրավունք պարզապես չունի։ Աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել, բայց խոճապ այդպեսին չկար, որովհետեւ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր յուրաքանչյուր գործողությունից մարդու կյանքով հետ խնդիր կա։ Փրկարար ծառայությունն իր առջև դրված դժվար ու պատասխանատու խնդիրը պատվով կատարեց, եւ փրկարարների նվիրված ու սրտացավ ծառայությունն անպատասխան չմնաց։
Թումանյանի հրշեջ փրկարական ջոկատը ճանաչվեց 2024 թվականի լավագույն ստորաբաժանում։ Շատ հպարտ եմ, որ մեր ջոկատը ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունում լավագույն ստորաբաժանում։ Սա մեր համար շատ մեծ գնահատական էր, իսկ գնահատականի համար հպարտություն իհարկե։ Աղետի հետևանքները զգալիորեն վերացել են։ Լոռիում կյանքն ընթանում է բնականon հունով, իսկ տարվա լավագույն ստորաբաժանման փրկարարները շարունակում են աչալրջորեն իրականացնել բարեխիղճ ծառայություն, չթուլացնելով զգոնությունը։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկի 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։
Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։